Պարոն Զաքարյան, պարբերաբար թիրախավորում է քաղաքական առաջնորդը, ձեր քաղաքական առաջնորդը, երրորդ նախագահը, իշխանությունները այս անգամ ինչ են ուզում եւ պատահական եք համարում ընտրված ժամանակահատվածը նախընտրական, թե հենց միտումնավոր է։ Չէ, թիրախավորում են, որովհետեւ ուժ են տեսնում եւ թիրախավորման հիմքում էլ որպես կանոն կամ շինծու բաներն են, խնդիրներն են կամ մաքուր զրպարտություններն են, եթե քաղաքական մասով վերցնենք։ Ընդհանուր առմամբ բնականաբար սպասելի պրոցես է, որևէ այսպես անակնկալներ որպես այդպեսին չկան։ Քաղաքական իմաստով բնականաբար պայքարը պետք է շարունակել եւ գլխավոր խնդիրը փոփոխության չի ենթարկվում։ Դա իշխանափոխություն, որովհետև առանց դրա մենք Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնել եւ լուծել չենք կարողանալու։ Մենք հիմա էլ տեսնում ենք, թե դրանք գնալով ինչպիսի ավելի կարծր եւ ավելի ծանր բնույթ են ստանում։ Պարոն Զաքարյան, այս ընկալումը կա նաև ներընդդիմադիր շրջանակների մոտ, որոնք օրինակ ձեռքի հետ էլ թիրախավորում են օրինակ երրորդ նախագահին, անընդհատ ինչ-որ գրառումներ են անում երրորդ նախագահի մասին, ակնարկներ են անում բացուփակ, այս ընկալումը կա թե չկա իրենց մոտ, որ ժամանակ չկա, պետք է համախմբվել եւ այլն, պետք է փոփոխություն լինի։ Ներընդդիմադիր շրջանակ ասելով շատ ավելի լայն սպեկտր պետք է դիտարկենք, այդ լայն սպեկտրում կան նաև ընկալումներ եւ կան նաև այնպիսի շրջանակներ կամ անհատներ, որոնց մոտ ընկալումը այլ դրսևորում ունի, ավելի շատ անձնական այդ խմբային շահերով պայմանավորված։ Այսինքն կան փոքր ուժեր, որոնք մանդատի կռիվ են անում եւ պատրաստ են այդ կռվի մեջ ներքաշվել նաև ընդդիմության դեմ պայքարելով, ընդդիմադիր այլ ուժերի դեմ պայքարելով։ Կան քաղաքական ուժեր, անհատներ, որոնք հասկանում են իրավիճակը եւ գնահատում են adekvat եւ պատրաստ են համախմբված ձևով միասնական ճակատով հանդես գալ։ Այսինքն մանդատի հերթական կռվին են պատրաստվում 2026 շրջանակներ, այո, որոշ շրջանակներ եւ առաջիկայում այդ շրջանակներն ավելի լայնանալու են, ցավոք, բայց նորից եմ ասում, դրանից խնդիրը չի փոխվում։ Դրանից խնդիրը չի փոխվում, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները դրանով չեն լուծվում, ընդհակառակը շատ ավելի բարդանում են, շատ ավելի կարծրանում են եւ ընդդիմությանը այսօր շատ անհրաժեշտ է լուրջ, լայնախոհ, շրջահայաց եւ համախմբված գործողություններ։ Բայց հաշվի առնելով այս հատկապես երկու խոշոր ընդդիմադիր ուժերի միմյանց միջև հերակա բանավեճը, միավորում դուք հավանական համարում եք։ Միավորում այո, հավանական համարում եմ, բանավեճն նորմալ եմ գնահատում։